Հասկանը հետևյալն է, նախ Սրանով ո՞րն է նպատակը, պարոն Արմեն, օրինակ այդ մեր այսօրվա հասարակության, որը այո, հենց չի որ շատ լավ գիտի իր պատմությունը, բայց այնպես էլ չի որ ամուր կանգնած չէ իր գենետիկ ինքնության վրա, թեկուզ ենթագիտակցորեն։ Ամուր կանգնած չի։ Չէ, կանգնած է։ Չգիտի։ Գենետիկ ինքը չգիտի, այ նայեք, իմանալու եւ չիմանալու մեջ 1 միլիարդ կիլոմետր տարբերություն կա։ Երբ որ դու գիտակցում ես, դե հա, լրիվ ուրիշ բան է։ Լրիվ ուրիշ բան է։ Դու արդեն յուրաքանչյուր, հենց գիտակցում ես, յուրաքանչյուրը առնվազն իր մեջ պատվաստում է նժդե։ Մի քիչ մեծ, մի քիչ փոքր, բայց վերջացավ։ Ճիշտ եք, հա։ Հասկանում եք, ու դուք պատկերացրեք հիմա բոլոր մասնագետները նրանք իրանց գործի մեջ նժդեհներ են, այսինքն ոչ թե մենակ իր մասին են մտածում, այլ մեր մասին նույնպես մտածում։ Ներողություն եմ խնդրում, իլերում են ձեր ասացի, իսկապես ինձ համար օրինակ տարօրինակ է, հանդիպում եմ իմ հայրենակցին Երևանում ապրող, եւ մարդը մի տեսակ վախեցած է։ Մարդը վատ կարծիք ունի մեր ազգի մասին։ Ասում են, բան, ինչն է որ քեզ ընդհանրապես հայ ինչից պետք է վախենա։ Ինչքան խորանում ես, ինչքան իմանում ես, այնքան ավելի ինչ լավ ասցիք փոքր, մեծ կամ փոքր նժդե։ Հա, ես էլ եմ ինձ սեր աստծո չեմ համեմատում, բայց մեջս կա այդ նժդեհը։ Բա ոնց։ Դավիթը կա։ Առյուծ մհերը կա։ Ձենով օհանը կա, որ աղաղակում եմ, որ ձենը հասցնի այդ ահազանգը Դավթին։ Բա ոնց։ Մի հատ օրինակ բերեմ, գիտեք, մարդ կա, որ նույնիսկ գիտի, բայց այդ բանը չունի, որ սենց Սրան վերգո է։ Չէ, սրան վերգո չի, ինքը վախենում է դա ասի։ Վերջերս մի հատ միջազգային գիտական սիմպոզիում կար, ես չգիտեմ ասեմ թե չէ, մի խոսքում ղեկավարը, ով որ այդ իսպանացի էր, տարիքով մարդ։ Սա մեր երիտասարդ մասնագետներից մեկին բայց սխալ բան ես ասում սենց հա մյուսին էլ բան ու այդ մասնագետները մերոնք իրանք գիտեն որ իրանք ճիշտ են այդ ավանակը չգիտի պրոստը այդ ավանակը տիտղոսներով է նա սենց հա ես չգիտեի թե ոնց միացնեմ որ ձենը երկու քաղցր բառ ասեք հա ու քաղցր բառ չի ասի դե ասի որ դու սխալ ես անգլերեն պետք է հնչել որ you're ignorant այսինքն չգիտես անգրագետ ես էլի կոպիտ բառ է անգլերենով ignorant ու փաստ է որ sense բայց քանի որ տվեցին coffee break, то есть ես մոտեցա սրան ասացի ինչ է սենց բանանում այդ տերմինը կա սրա մոտ տղան օգտագործեց այդ տերմինը դունդեից ասում ես մինչև 6-րդ դար մեր թվարկությունից առաջ այդ տերմինը չկա դու սխալ ես ասում ասի սխալը դու ես իսկ ես քանի հատ մուլափինից տեքստ բերեմ եւ այլ որ 6-րդ դար մեր թվարկությունից առաջից ես քանի դար առաջ արա ասացի շումերների մոտ գարնանային գիշերավասարը կարճ ասած հստակ որոշված է եղել դրա համար գոյություն ունի ագիտուի իրենց ամբողջ բաներում հա նոր տարվա գարնանային գիշերավասարին տոնակատարությունը եւ այլ շշություններ ես խոսում բա ես ուզում եմ ասել արևով չես կարա չափես լուսնով ես չափում ասի I don't care ինչով ես չափում արա դու նոր ասացիր որ միջև 6-րդ դար չեն չափելու չեն բեր գիրքը ցույց տուր դու ասացի կբերեմ ցույց կտամ ասացի հետո մտածեցի ասացի գուցե հիմա ես սրան թաղեմ իսկ հանգիստ թաղեի դրանց եղած ինչը բայց ստեղ արդեն կարող է
դե ինձ կանչել են խնդրելով որ մասնակցեմ, հա, ինչ-որ օգնության առում։ Բայց միշտներին վնաս չգա, էլի, կազմակերպիչներին եւ այլ։ Ու վերաբերում էր աստղագիտությանը։ Հոյակապ մարդիկ են, հոյակապ կազմակերպած եւ այլ։ Հա։ Ու սկսեցի արդեն կարճ ասած ասի դու տերմին հնարի, մենք էլ օգտագործենք բան, ասած արդեն փափուկ եւ այլ, ոչմ հետո անգեր դարավ բան, շատ լավ բանով, որպեսզի չվնասեն։ Բայց խնդիրը ուրիշ բանի մեջ։ Ես զգացի, որ մեր հայ ելույթ ունեցողներից ոմանք բոլորի մասին չխոսք են։ Ուրեմն իրենք կարծիքվում, քանի որ ես իրենց գրքերին ծանոթ եմ, ու ասում են, որ իրենք շատ լավ մասնագետ են եւ այդպես էլ կա, ճիշտ են, հա։ Բայց վախեցած են, չեն պնդում։ Եթե դու գիտես, որ էսի սենց է, ունես հազարատ փաստ, կարող է այդ մոմենտին ասենք, թե մտքիցդ թռավ, բայց երկրորդ մոմենտը կա, երրորդ մոմենտը կա, մոտեցի, գլխին տուր ու կարճ ասած ապացուցի, որ արա,